Պարոն վարչապետ, ՀԱՊԿ-ից արձագանքներ են գալիս, որ Հայաստանը իր անդամավճարները չի վճարում եւ դա պետք կունենա իր հետևանքները, եթե ասում են շարունակվի, միտումը շարունակվի, ապա կարող է հարց տևել նաեւ Հայաստանին հեռացնել ՀԱՊԿ-ից։ Պարոն վարչապետ, արդյոք այդպիսի ընթացակարգ եւ կարող է այդպիսի հարց առաջանալ եւ ԵԱՏՄ-ի մասով Սերգեյ Լավրովն է արձագանքել, նշելով, որ այս պահին Եվրասիական տնտեսական միության անդամ է Հայաստանը շարունակում մնալ, սակայն նա քանի որ Հայաստանը արդեն ԵՄ-ի միանալու մասին օրենք է ընդունել, ուստի հարցը հրատապ է եւ պետք է արագ լուծվի։ Պարոն վարչապետ, արդյոք դուք խոսել եք ձեր գործընկերներից ու արագ լուծում ասելով ինչ նկատի ունեն կամ դուք ինչ արագ լուծումներ եք տեսնում այս հարցում։ ՀԱՊԿ-ի հետ կապված չեմ կարող մեկնաբանություն անել, ես գիտեմ, որ ՀԱՊԿ-ից հեռացման մեխանիզմ կա, այո, գործում է եւ եթե անդամ երկրները որոշեն Հայաստանին հեռացնել, մենք ստիպված կլինենք այդ որոշումը ընդունել ի գիտություն, ուրիշ բան անելու չունենք։ ԵԱՏՄ-ի մասով էլ նախկինում բազմիցս մեկնաբանել եմ, նոր բան ասելու չկա։